դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը հիմա համեմատում եք Արսեն Թորոսյանի ասացի հետ։ Նույնը չէր, Ժողովուրդ ջան, նույնն էր ձեր համար։ Ես ուզում եմ հասկանամ ձեր համար դա նույնն էր, ինչ եք ասում։ Ինչ եք ասում։ Ես կրկնում եմ, Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայոյանք իր ողջ շնորհակալ եմ պերճանքով։ Բայց ներողություն, կանգնած լինելով իրենց խմբակցության կանանց թիկունքում տվել է սեռական բնույթի հայոյանք ազգային ժողովում։ Հերթով հարգելի լրագրողներ, հերթով։ Փորձեք հիմա սլակները, եկել եք հիմա Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայոյանքից հետո, եկել եք ստեղ հիմա փորձում եք դրանից հետո հաջորդող մեկնաբանությունները բերել առաջի պլան։ Արսեն Թորոսյանի ասածն էլ պետք չի, որ ազգային ժողովում հնչի։ Միգուցե իմ խիստ ելույթներն էլ պետք չեն, որ հնչեն ազգային ժողովում։ Միգուցե մյուս գործընկերոջս խիստ քննադատությունն էլ պետք չի, որ հնչի ազգը։ Միգուցե սեռական բնույթի հայոյանքը հնչեցրել Լևոն Քոչարյանը եւ դրան եղել է պատասխան։ Այս լեքսիկոնի առումով մի բան ասեմ, ընդհանրապես հայոց լեզուն շատ հետաքրքիր լեզու է, ասում են միայն հայոց լեզումը, որ հարգելիս դիմելաձևը կարա անցալվի որպես վիրավորանք, այնպես որ նայած ով ինչ է ուզում տեսնի ամեն մեկի խոսքերի տակ։ Իհարկե ոչ մեկի համար ցանկալի չի, առավել եւս մեզ համար, որպեսզի ազգային ժողովի նիստերը վերածվեն լեզվակռվի, մանավանդ այդ տիպի լեքսիկոնով, բայց ունենք այն ինչ ունենք, ու իմ կարծիքով շատ ավելի կարևոր է, թե ինչով է զբաղված ընդհանրապես մեր ընդդիմությունը զբաղված է հենց այս տիպի իրավիճակներ գեներացնելով։ Ես ամբիոնից էլ ասեցի, մինչև այդ քաշքշոցը տեղի ունենալ, ես մոտեցա Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին եւ իրենց ասացի, որ ձեր կողմից ակնհայտ նկատվում է, որ դուք սադրում եք իրավիճակը, ուզում եք ինչ-որ տեսարաններ լինեն ազգային ժողովում։